Եթե դուք հետևում եք Տաթևիկի ընթացքին նրա այդ, դուք երևի շատ բան գիտեք նրա մասին։ Նա մի անգամ այսպիսի բան ասաց, դուք ինչ-որ բան գիտեք կրկեսի մասին, մենք առայժմ ոչինչ չգիտենք։ Դաշիր Արենան հոկտեմբերի 25-ին իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջև։ Այս մասին նախագծի մեկնարկին նվիրված ուղերձում հայտնել է Դաշիր ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։ Սեպտեմբերի 29-ին էլ տեղի ունեցավ կրկեսի բացմանը նվիրված մամլոասուլիսը, որի ժամանակ կազմակերպիչները հայտնեցին, որ հոկտեմբերի 24-ին կկայանա նախադիտման հատուկ ցուցադրություն, ապա հանդիսավոր բացումը։ Բարի երեկո բոլորին, ես հուսով եմ, որ մեր փոքրիկ բեմադրությունը ձեզ դուր եկավ, ասեմ, որ ընդհանուր ներդրումը այս նախագծի իրականացման մեջ կազմել է մոտավորապես $55 միլիոն։ $5 միլիոնов։ Արենայի գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Կոլցովն էլ մանրամասնել է, որ Երևանի կրկեսը կարող է տեղավորել մինչև 2000 հանդիսատես կախված նստատեղերի դասավորությունից, նշելով, որ վերափոխվող բեմ մանեժը կարող է շրջվել 360 աստիճանով կամ կիսով չափ հատուկ ներկայացումների եւ թատերական ձևաչափերի համար։ Մեզ մի շատ հետաքրքիր առաջադրանք տրվեց։ Ուրեմն այդ առաջադրանքը ենթադրում էր Երևանում կառուցել կրկեսային շենք, այնտեղ ստեղծել բեմադրություն, շոու եւ դա հասցնել միջազգային զվարճանքի մակարդակի։ Ձմեռը ցուրտ էր։ Մարդիկ տելեգրադիաներով նստած նայում էին կրկես։ Նոր տարվա նախորդին մեկ ամիս առաջ հերթ էին կանգնում, կրակ էին վառում, որ տաքանան և նոր ամանորի ներկայացման տոմսեր կնեն։ Ես երկար տարիներ աշխատել եմ և տնօրեն, և գլխավոր տնօրեն, և գեղարվեստական ղեկավար, և հիմա ուրախությամբ ուզում եմ նշել, շնորհակալություն հայտնել Տաշիր գրուպին, որ այսպիսի շքեղ կրկես է կառուցել մեր հանդիսատեսի համար։ Նախագծի բացումը կկայանա Էթերնիա թատերակրկեսային շքեղ շոուի պրեմիերայով։ Շոուի ստեղծման վրա մոտ 2 տարի աշխատել ավելի քան 300 մասնագետներից կազմված միջազգային թիմ։ Շոուի ռեժիսորաբեմադրական խմբի Մեդուս պրոդյուսերական ընկերության գլխավոր պրոդյուսեր Ալյոնա Կոզինայի խոսքով բացման շոուն անվանվել է Էթերնիա, քանի որ այն հիմնված է 4 հիմնական տարրեր միավորող գաղափարի վրա։ На самом деле наш Իրոք մենք շատ երկար ենք մտածել անվան ընտրության շուրջ, ինչպես ասում են, ինչպես կանվանես նավը, այնպես էլ այն կսկսի իր նավարկությունը։ Եվ շատ երկար մտորումներից արդյունքում եկել ենք այս ընտրությանը։ Ներկայացման մեջ ներգրաված է ավելի քան 100 արտիստ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից եւ Ասիայից։ Ըստ կազմակերպիչների բոլոր մասնակիցները բազմափուլ դերասանական լսումներ են անցել, մասնագիտական պատրաստվածություն ստացել եւ մասնակցել երկարատև փորձերի, որոնց շնորհիվ բարձր կատարողական որակ եւ գեղարվեստական գաղափարի ամբողջական իրականացումն է ապահովվել։